Ողջույն սիրելի ֆուտբոլասեր ընկերներ, մեր YouTube-յան ալիքի եթերում կրկին ֆուտբոլը եւ էլիտ լիգայի ամենավճռորոշ հանդիպումն ենք ականատես լինելու միասին։ Մրցաշրջանի նախավերջի տուրում միմյանց դեմ կմրցեն առաջատարներից երկուսը Լիվերպուլը եւ Վիլյարեալը։ Թիմերը արդեն խաղադաշտում են, ես արագորեն ներկայացնեմ մրցող թիմերի մեկնարկային կազմերը, որից հետո կշարունակենք։ Եվ այսպես Լիվերպուլ դարպասը պաշտպանում է Գրիգոր Առաքելյանը համար 1, Վարդան Գրիգորյան համար 2, Յուրի Հարությունյան համար 4, Ժոզեֆ Շանելյան համար 5, նա թիմի ավագն է, Գոր Մարտիրոսյան համար 6, Մխիթար Ամբարձումյան համար 8, Անդրանիկ Պետրոսյան համար 9, Ռոման Դավթյան համար 10, Նարեկ Խանդամիրյան համար 14, Ռաֆայել Մովսիսյան համար 17, Աշոտ Հարությունյան համար 18 եւ Անդրանիկ Կարապետյան համար 77։ Վիլյարեալ դարպասը պաշտպանում է Հայկ Մկրտչյանը համար 13, Հակոբ Ամբարձումյան համար 2, Արև Ասատպուր համար 4, Լևոն Ստեփանյան համար 5, Արմեն Ավակյան համար 6, Ալիկ Հովանեսյան համար 8, Գագիկ Սարդարյան համար 10, նա թիմի ավագն է, Արեգ Ազատյան համար 17, Տիգրան Սիմոնյան համար 18, կա մրցավարի Սուրիչև մեկնարկած է, հանդիպումը իսկապես շատ հետաքրքիր 50 րոպեներ են մեզ սպասվում։ Առաջիկայում այնպես որ միայն պետք է վայելել այս հանդիպումը, շարունակեմ ներկայացնել Վիլյարեալի կազմը։ Վլադիմիր Լուխանյան համար 20, Հարություն Զատիկյան համար 22, Վիգեն Բեգոյան համար 77 եւ Սարգիս Նասիբյան համար 99։ Արա Ջուլակյանն էլ համար 1 պայստային դարպասապանն է։ Եզրային նետում հիմա կիրացնեն Վիլյարեալի ֆուտբոլիստները, այո, ինչու եմ նշում այս հանդիպման կարևորության մասին, որովհետև իսկապես այս խաղից կարող է պարզ դառնալ էլիտ լիգայի չեմպիոնի անունը։ Հիմա արդեն երկու թիմերն էլ, այսպես ասեմ, կորցնելու ոչինչ չունեն, պետք է ամեն գնով այս խաղում վաստակեն իրենց հերթական 3 միավորը, իսկ ոչ ոքին միայն ձեռնտու կլինի Ատլետիկո Երևանին, քիչ անց նաև կծանոթացնեն մրցաշարային աղյուսակում տիրող իրավիճակը արդեն ավելի մանրակրկիտ թվերով, բայց դրա մասին ընթացքում հիմա հարված կլինի Առաքելյանի դարպասից, երկու թիմերն էլ այսօր մարտական են տրամադրված բնականաբար ու կփորձեն անել անհնարինը այս խաղում։ Շանելյանն է հիմա գնդակով, ուղարկում է գնդակը Մովսիսյանի ուղղությամբ, բայց Ամբարձումյան այստեղ լավ գործեց, ուղարկելով գնդակը Ավակյանին։ Ամբարձումյան ու այդ փոխանցում դեպի Ստեփանյանը, սկսում է խորքից Վիլյարեալը, Սարդարյանն է գնդակով, թիմի ավագը իսկապես շատ լավ մարզավիճակում են գտնվում այս պահի դրությամբ, առաջատար 3 թիմերն էլ, բայց մրցաշարային աղյուսակում ցանկացած սայթակում թիմերին միմիայն հետ կթողնի չեմպիոնական պայքարից։ Ամբարձումյան լավ ազատվեց այստեղ երկու մրցակցի վերահսկողությունից ու դեպի առաջ փոխանցում ենք, տեսնում Մովսիսյան այստեղ փորձեց առաջ ճարճվել, բայց Ստեփանյանը շատ վստահ է կանգնած իր տեղում։ Սարդարյան, Մարտիրոսյանը դիմավորել Սարդարյանին, հետ փոխանցում է կատարում Սարդարյանը դեպի Ստեփանյանը։ Ամբարձումյան ստանում է գնդակը ու այն գլորում Ավակյանի ուղղությամբ, նորից Ամբարձումյանն է գնդակով, իսկապես ավելի շատ բնականաբար թիմերը ուշադրությունը կդարձնեն պաշտպանության տիրող իրավիճակի մասին, պաշտպանությունը ավելի ուշադիր կփորձեն գործել, քան հարձակման գծում, իսկ հնարավորություններից միայն կփորձեն իհարկե օգտվել, քանի որ գնդակը ցանկացած գնդակ բաց թողնելու դեպքում իսկապես հանդիպան ընթացքը կարող է կտրուկ փոխվել։ Սարդարյան Ուլուխանյանի հետ է խաղարկում այստեղ գնդակը, հետ փոխանցում Ստեփանյանին ու գրոյի տեղափոխություն նորից Ամբարձումյանի ուղղությամբ։ Չկան տարբերակներ, հետ է ուղարկում գնդակը դարպասապան Մկրտչյանին ու Վիլյարեալը սկսում է նորից խորքից։ Ավելի շատ այս պահի դրությամբ Վիլյարեալն է խաղարկում գնդակ այս անցած մի քանի րոպեների ընթացքում, բայց դա ոչինչ դեռ չի նշանակում իհարկե Լիվերպուլի արագ հակագրոհներին ու Տեղյակենք, դուրս եկավ այստեղ գնդակը Շանելյանից։ Ու կլինի եզրային նետում, Ազատյան ուղարկում է գնդակը Ուլուխանյանին և հետ փոխանցում Ամբարձումյանի ուղղությամբ։ Նորից Ամբարձումյանն է ստանում գնդակը։
Դեպի Ավակյանը լավ փոխանցում ենք տեսնում, վտանգավոր է Արմեն Ավակյան շարժվում է առաջ, հարված կա ու Արաքելյանը հեռացեց գնդակը չի հավատվել Վիլյարեալի գրով։ Եվս մեկ փոխանցում ինչ է կատարվում այստեղ։ Կդիտի կարծում եմ մրցավարը կրկնապատկել է, թե ոչ մոտ էր, ոչ, տարածությունը մոտ էր, սա ձեռքով խաղ չի համարվում, իհարկե բնական դիտքում է Դավթյանի ձեռքը ու չկա 11 մետրանոց հարված, Ամբարձումյան փորձեց անցում կատարել, բայց չստացվեց։ Հովսիսյան շատ լավ ուղարկեց գնդակը Ամբարձումյանին, բայց ինչպես պաշտպանվեց այստեղ Սարդարյան, իհարկե Եթե չկատարեր այս անկումը Սարդարյանն, ապա շատ վտանգավոր գրոյի կասել Լիվերպուլը, բայց հիմա ստանդարտի խաղարկում է իրացնում Դավթյանը, փոխանցում առաջ, բայց չարձագանքեցին այստեղ Լիվերպուլի արձակողները գնդակին ու հարված կլինի արդեն Մկրտչյանի պաշտպանած դարպասից։ Ազատյան գտավ Սարդարյանին ու նորից Ամբարձումյանի հետ են խաղարկում գնդակը Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Ես հիմա արդեն ծանոթացնեմ մրցաշարային աղյուսակը, որտեղ իսկապես մեկ միավորի տարբերությունը կարող է փոխել ամեն ինչ։ Եվ այսպես AFL, Elite Liga, այս պայն Ատլետիկո Երևանը ու Վիլյարեալը ունեն իրենց ակտիվում վաստակած 20 հանդիպումից հետո 48-ական միավորներ, իսկ Լիվերպուլը ունի 18 անցկացած հանդիպումից 44 վաստակած միավոր, այնպես որ եթե այսօր օրինակի համար հաղթի Լիվերպուլը կվաստակի 47 միավոր, բայց դեռ կունենա անցկացնելու մեկ հանդիպում, երկու հանդիպում, ներողություն բացի այս հանդիպումից, Վիլյարեալը հաղթանակի դեպքում էլ ավելի կամրապնդի առաջին հորիզոնականը, իհարկե դեռ կունենա անցկացնելու եւս մեկ շատ բարդ հանդիպում, Վիլյարեալը իսկապես շատ բարդ ժամանակահատված է թիմի համար, վերջին տուրում այնպես չէ, որ նրան հեշտ մրցակից է բաժին հասնել, նա մրցելու է 4-րդ տեղում գտնվող Մանչեսթեր Սիթիի հետ, որը արդեն Չեմպիոնների լիգայում ցույց տված ելույթներից հետո ապացուցել է բոլորին, որ դեռ ամեն ինչ հնարավոր է, իհարկե Elite Liga-ի շրջանակներում City-ն այլևս պայքարի մեջ չէ, նա չեմպիոնական տիտղոսի մասին է խոսքս, իհարկե նա ապահովել է իր տեղը արդեն քառյակում, բայց Չեմպիոնների լիգայում թիմը արդեն կիսաեզրափակիչ փուլում է։ Ամբարձումյանն է ստանում գնդակը, ուղարկում է այն Ազատյանի ուղղությամբ։ Ու այստեղ անհաջող փոխանցում ստացվեց, եզիս կնետեն Լիվերպուլի ֆուտբոլիստները։ Ամբարձումյան այստեղ խախտեց խաղի կանոնները Մխիթար Ամբարձումյանը, ու հիմա տեսնենք ինչ է պատահել առաջին հերթին Հակոբ Ամբարձումյանին, հարված ստացավ դեմքին Ամբարձումյանը։ Հիմա նրան մեր բժիշկները օգնություն են ցուցաբերում, հուսանք ամեն ինչ կարգին կլինի Ամբարձումյանի հետ, եւ այո, նա նորից խաղադաշտում է ու շարունակում է հանդիպումը։ Մրցավարի սուլիչը կա, գնդակը խաղի մեջ է, Ուլուխանյան ուղարկեց գնդակը Ազատյանին։ Նորից Ուլուխանյանն է ստանում գնդակը, հետ փոխանցում Ամբարձումյանին ու արդեն գրոյի տեղափոխություն դեպի աջ։ Նորից Ստեփանյանը հետ է ուղարկում գնդակը, հիմա էլ Զախ Եզրով են առաջ փորձում շարժվել Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Ամբարձումյան Ստեփանյանին կատարեց փոխանցում ու նորից Ամբարձումյանին է ուղղված գնդակը Ուլուխանյան։ Այո, իսկապես երկու թիմերն էլ մրցաշարային աղյուսակում այս հանդիպանը շատ են սպասել եւ իհարկե բոլորն են սպասել այս հանդիպանը Սարդարյան բարձր է ստացվում արվածը, քանի որ այս հանդիպումից իսկապես շատ մեծ բան է կախված, կարելի ասել ցանկացած արդյունքի դեպքում մեծ հաշվով կարող է բարձ լինել Elite Liga-ն հաղթահարող թիմի անունը, բայց դեռ չշտապենք, իհարկե
Պայքարում են 3 թիմ, որոնք մեկը մյուսից գերհզոր ու ֆանտաստիկ թիմեր են։ Հիմա Շանելյանը գնդակը մտցնում է խաղի մեջ։ Առաջ փոխանցում ենք տեսնում, բայց ստացվեց այստեղ Կարապետյանի հարված ու Մկրտչյանը նորից խաղարկում է գնդակը Համբարձումյանի հետ։ Ազատյան։ Առայժմ գնդակով է Ազատյան, այն ուղարկեց Ուլուխանյանին։ Նորից Ազատյան։ Կա փոխանցում, բայց Շանելյանը այստեղ առաջինն է արձագանքում գնդակին։ Ուղարկեց գնդակը Մխիթար Համբարձումյանի ուղղությամբ, կա Մարտիրոսյանի տարբերակը, բայց գտավ Պետրոսյանի Համբարձումյանը ու այստեղ էլ Հակոբ Համբարձումյանը հասրեց հեռացնել գնդակը, կտեսնենք։ Հիմա անկյունային հարված Լիվերպուլի ֆուտբոլիստների կատարմամբ։ Պետրոսյանը Կիրասթյան, կա փոխանցումը վտանգավոր է, բայց Սարդարյանը հեռացնում է գնդակը ոչ այնքան հեռու։ Հիմա էլ Հովհաննիսյանը փորձեց ավելացնել, չստացվեց Շանելյան։ Գտավ Աչեսուն Պետրոսյանին, անցել է գրոյի Լիվերպուլը։ Պետրոսյան կա փոխանցումը, բայց Հակոբ Համբարձումյանը այստեղ շատ վստահ կերպով հեռացնում է գնդակ ու հիմա էլ ես իսկ կնետեն Լիվերի ֆուտբոլիստները։ Համբարձումյան փորձեց մեկ կպումով թողնել գնդակը, բայց չստացեց Պետրոսյանն է հիմա խլում կատարում, վտանգավոր է։ Ու կարայո խաղի կանոնների խախտում այստեղ Պետրոսյանի նկատմամբ շատ վտանգավոր դիտքում հիմա Լիվերպուլի ֆուտբոլիստները ստանում են տուգանային հարվածի հնարավորություն։ Տեսնենք Շանելյանն է տեղադրում գնդակը, բավական մոտ է տարածությունը, իհարկե կարծում եմ ուղիղ հարված կտեսնենք դարպասի ուղղությամբ, բայց իհարկե բոլոր ֆուտբոլիստները արդեն վերադասավորվել են դարպասի մոտ, բարդ կլինի Շանելյանի համար գտնել ցանցը, բայց այնուամենայնիվ նա կփորձի կամրցավարի Սուլիչը Շանելյան հարված է կատարում, բայց պատնի վրա է ընդունում այստեղ գնդակը, հիմա էլ հեռացված է գնդակ ու կլինի եւս մեկ եզրային նետում Լիվերպուլի կատարման պայո հանդիպան ընթացքը տեմպը գնալով էլ ավելի է բարձրանում, ինչպես որ կանխատեսվում էր հենց հանդիպան մեկնարկից։ Պետրոսյան թողեց գնդակը Գրիգորյանին, քիչ առաջ Գրիգորյանը մտավ խաղադաշտ ու արդեն առաջին ափում մկա գնդակին Արությունյան գտավ Խանդամիրյանին, գուցե հերվից է պետք փորձել Խանդամիրյանը հարված, բայց մի փոքր շեղությամբ է ստացվում Նարեկ Խանդամիրյանի կատարած հարվածը։ Համբարձումյանն է նորից գնդակով, շարժվում է առաջ, տեսնենք, ուղարկեց այն Ուլուխանյանի ուղղությամբ, շատ լավ, նկատեցին Ավագյանին, բայց այստեղ հաստրեց Վարդան Գրիգորյանը սահանկումով հեռացնել գնդակը, ու եւս մեկ եզրային նետում արդեն Վիլյարեալի կատարմամբ տեսանք, Ուլուխանյանը ուղարկեց գնդակը Ստեփանյանին, նորից Ուլուխանյան, Համբարձումյանն է նորից ստանում գնդակը, Ուլուխանյան, այո թիմերը էլիտ լիգայի շրջանակներում առաջին մրցաշրջանի առաջին հատվածում հանդիպել են, այստեղ Համբարձումյանն է գնդակով, բայց Ավագյանն է հայտնվել խոցատասկին, տեսնենք ինչ է պատահել նրան։ Կարծես ուժեղ հարված ստացավ ոտքին, բայց գնդակով մնացին Վիլյարեալի ֆուտբոլիստները, այդ իսկ պատճառով չստուլեց մրցավարը։
Այո, ոտքի կանգնեց Ավակյանը, նա շարունակում է հանդիպումը, ավարտել միտքս թիմերը հանդիպել են Էլիտ լիգայի առաջին մրցաշրջանի առաջին հատվածում եւ այնտեղ իսկապես հետաքրքիր հանդիպումից հետո այդպես էլ գոլեր չգրանցվեցին, ոչ ոքի արդյունք 0-0 հաշվով եւ դա միայն խոսում է թիմերի պարզապես հզորության ու լավ մարզավիճակի մասին։ Հարությունյան իհարկե երկու թիմերն էլ պաշտպանությունում առավել հզոր են ու նրանցից ոչ մեկին հեշտ չի իհարկե գրավել մրցակցի դարպասը։ Հիմա Ավակյանն է գնդակով, բայց հասցրեց այստեղ Պետրոսյանը օգնության գալու հեռացնել գնդակը, ես իսկ կնետեմ Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Ուլուխանյան զարգացնում է արագություն ու այստեղ բախվեցին միմյանց Շանելյանն ու Ավակյանը, տեսնենք խաղի կանոնների խախտում Ավակյանի կողմից կարծես։ Կրկնակի փոփոխություն կատարեց Դավթյանը Լիվերպուլի կազմում ու հիմա արդեն Հարությունյանը եւ Մովսիսյանը նորից խաղադաշտում են։ Կա մրցավարի սուլիչը Հարությունյան ուղարկեց գնդակը Վարդան Գրիգորյանի ուղղությամբ, բայց այստեղ մաքուր խլում կարողացավ կատարել Ուլուխանյանը, Ավակյան թողնում է գնդակը Սարդարյանին, նորից Ուլուխանյանն է գնդակով, տեսնենք ազատվեց մեկ մրցակցից, հարված կատարեց, բայց շեղությամբ ստացվեց Ուլուխանյանի կատարած հարվածը ու հարված կլինի արդեն Արաքելյանի դարպասից։ Խաղարկում են գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստները պաշտպանությունում, բայց քիչ էր մնում սխալվեին այստեղ գնացել էր պրեսինգի Ուլուխանյանը, լավ է ամեն ինչ կարգին ավարտվեց Լիվերպուլի ֆուտբոլիստների համար, քանի որ նման սխալից իհարկե Վիլյարեալը կփորձի արդեն երկրորդ անգամ օգտվել։ Խանդամիրյան առաջ փոխանցում ենք տեսնում այստեղ Մովսիսյանի ուղղությամբ, Համբարձումյանն էր պայքարում նրա դեմ ու կարողացավ հեռացնել գնդակը, հիմա էլ Վիլյարեալն է անցել գրոյ Արմեն Ավակյան, շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի Ազատյանը, վտանգավոր է հարվածը կա Ազատյանի ու դիպավ այո Արաքելյանը գնդակին, անկյունային հարված հիմա կիրացնի Վիլյարեալը, տեսեք մեկ ակնթարթ ու արդեն թիմերը շատ արագ հակագրոհներ են կազմակերպում, իսկ ինչպիսի փոխանցում կատարեց այս դրվագում Արմեն Ավակյանը, խոսքերը պարզապես ավելորդ են։ Հովանիսյան, կա փոխանցումը Սարդանյան, վտանգավոր էր, բայց մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը չհայտնվելով դարպասում։ Չկար այստեղ խաղի կանոնների խախտում, մաքուր գործեց Համբարձումյանը ու հիմա Վիլյարեալը արդեն սկսում է խորքից, Հակոբ Համբարձումյան, այո առաջի խաղակեսի կեսից ավելին արդեն անցել է, դեռևս գոլեր չունենք գրանցած այս խաղում, բայց հանդիպման ընթացքը, հանդիպման տեմպը ու լարվածությունը էլ ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում։ Արմեն Ավակյան ուղարկեց գնդակը Սարդարյանին, Սարդարյան հարվածը կա ու դարպասացողն է այստեղ հիմա փրկում Լիվերպուլին։ Արաքելյանն կարողացավ հեռացնել գնդակը, հիմա ինչ են պահանջում Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Կդիտի մրցավարը ամեն դեպքում կրկնապատկերը կդիտի։ Դա է կարծես մատնանշում, բայց ոչ չկար իհարկե այստեղ գնդակը չէր հայտնվել դարպասում։ Անկյունային է խաղարկումը Վիլյարեալի ֆուտբոլիստները, Ստեփանյանն ու հիմա գնդակը ցանցում է, 1-0 Վիլյարեալը բացում է հանդիպան հաշիվը։
1-0 արդեն Վիլյարեալն առաջ է անցնում, հաշվում է իսկապես շատ լավ խաղարկեցին Անկյունային ու Արմեն Ավագյանի կատարած փոխանցումից հետո Ստեփանյանը կարողացավ գլխի հարվածով դիպուկ իրացնել Ավագյանի կատարած փոխանցումը եւ բացել այս հանդիպան հաշիվը Լևոն Ստեփանյան 1-0 արդեն հանդիպան ընթացքը այլ բնույթ է ստանում իհարկե Լիվերպուլը արդեն հայտնվել է պարտվողի կարգավիճակում Վիլյարեալն էլ առաջ է անցել հաշվի մեջ ինչ է դեռ պետք է կարողանալ պահել, բայց շատ բարդ կլինի իհարկե Լիվերպուլի պես մրցակից ունենալ խաղադաշտում ու փորձել մեկ գնդակի առավելությունը որպես հաղթանակ դիտարկել, իհարկե դա պարզապես անձն աչքով կարելի է տեսնել Լիվերպուլի պես գերեզոր թիմի հանդիպումները դիտելուց հետո իրոք նրանք կարող են 1 րոպե ընթացքում նույնիսկ 2 գնդակ հեղինակել ու հանդիպան ընթացքը թեքել իրենց օգտին, շրջել այսպես ասեմ, հանդիպան ընթացքը, Ավագյան, դեպի առաջ փոխանցում ենք տեսնում ու Խանդամիրյանն է կարողանում հեռացնել, Համբարձումյան, ես ռիսկ ունեցի Լիվերպուլը, Հարությունյանն է ստանում գնդակը, փորձ է ծանցում կատարել այստեղ, բայց Ազատյանը շատ վստահ գործեց, Սարդարյան ուղարկում է գնդակը Համբարձումյանի ուղղությամբ, կա ճնշում Մխիթար Համբարձումյանի կողմից ու հենց Համբարձումյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից, հարված կլինի Մկրտչյանի պաշտպանած դարպասից։ Խանդամիրյան կասեցեց այստեղ գնդակը ու այն ուղարկում է Ռոման Դավթյանի ուղղությամբ Մարտիրոսյան վտանգավոր գրոհի անցել Լիվերպուլը Մարտիրոսյան արվածում Մկրտչյանը կարողացավ հեռացնել գնդակը շատ վտանգավոր գրոհ կազմակերպեցին Լիվերի խաղացողները այս դրվագում բայց Մկրտչյանը տեղում էր Մարտիրոսյանի կատարած հարվածից հետո հիմա անկյունայինը տեսնենք ինչպես կխաղարկեն Լիվերպուլի ֆուտբոլիստները առայժմ այս խաղի միակ գնդակը խփել է անկյունայինի խաղարկումից Դավթյանն է գնդակի մոտ, մենք նրա փոխանցումներին սովոր ենք իհարկե տեսնել կա մրցավարի սուրիշը Դավթյան փոխանցումն էլ կա, բայց այստեղ կարողացավ հեռացնել Վիլյարեալի պաշտպանը գնդակը Ստեփանյանն էր հայտնվել այդ դրվագում Գոր Մարտիրոսյան նորից ուղարկում է գնդակը Դավթյանին ու այստեղ Սարդարյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից եզից նետում են Լիվերպուլի ֆուտբոլիստները Դավթյանն է կատարում եզրային նետում, բայց Գագիկ Սարդարյանը այստեղ նույնպես հաստրեց հեռացնել գնդակը Խանդամիրյան գտավ Մարտիրոսյանին, վերջինս ուղարկում է գնդակը Շանելյանին տեսնենք ինչ որոշում կայացի Ժոզեֆ Շանելյանը Մխիթար Համբարձումյանն ուղարկեց գնդակը, բայց հեռու թողեց Համբարձումյան այստեղ Խանդամիրյանն էլ այստեղ մաքուր գործեց Համբարձումյան վտանգավոր գրոհ է, տեսնենք Մովսիսյանն է հայտնվել աչքի եզրում Լավ պատ խաղարկում էր, բայց այստեղ ուժեղ ստացվեց Համբարձումյանի կատարած փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Համբարձումյանն է ուժեղ հարվածով գնդակը մտցնում խաղի մեջ, Ավագյանն էլ փորձեց իր հերթին ավելացնել, բայց չստացվեց, շատ ուժեղ էր Համբարձումյանի կատարած փոխանցումը։ Ուլիվերը սկսում է խորքից, այո, առաջի խաղակեսը մոտենում է ավարտին, Մովսիսյան գեղեցիկ գործեց, բայց Համբարձումյանի փոխանցումը չստացավ այստեղ Մովսիսյանը։ Ու հիմա արդեն նորից գնդակով Լիվերի ֆուտբոլիստներն են։ Մխիթար Համբարձումյան հաստրեց փոխանցում կատարել, բայց Հակոբ Համբարձումյանը այստեղ նույնպես կարողացավ առաջինը տիրել գնդակին ու հեռացնել այն։ Նորից Համբարձումյանն է գնդակով։ Գրոհի տեղափոխություն դեպի Հարությունյանը, գուցե հեռվից փորձի Հարությունյանը կա փոխանցումը, վտանգավոր է, բայց Մկրտչյանը այստեղ դուրս եկավ դարպասից ու վերցրեց գնդակը։
Հարություն Զատիկյան, առաջին դեպումը գնդակին, Զատիկյան արդեն խաղադաշտում է, կա փոխանցում, բայց Հարությունյանը արձագանքեց գնդակին, Մովսիսյան, կախեց գնդակը մրցակցի Տուգանային հրապարակ, Մարտիրոսյանն է ստանում այստեղ գնդակը վտանգավոր է, բայց չկար խաղի կանոնների խախտում, Ուլուխանյանն է զարգացնում արագություն, բայց Խանդամիրյանն իհարկե այսպես հեշտությամբ թույլ չի տա այստեղ Ուլուխանյանին շրջանցել ու խախտեց այո խաղի կանոնները Ուլուխանյանը Շաներյան շատ լավ փոխանցում տեսանք դեպի Մովսիսյանը Մովսիսյան փակվեց հարվածի ճանապարհը ու Ամբարձումյանը լացնում է պայել գնդակը դաշտի սահմաններում Եվ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է 1-0 հաշվով հաղթում է Վիլյարեալը կարճ դադար որից հետո կշարունակենք Սիրելի ֆուտբոլիստները մեկնարկում է այս անչափ կարևոր ու հետաքրքիր հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի խաղակեսից հետո Վիլյարեալն ընդդեմ Լիվերպուլի հանդիպան հաշիվը 1-0 է Ստեփանյանի խփած գնդակը միակն է առայժմ խաղում ու արդեն երկրորդ կեսում տեսնենք թիմերը ինչպիսի ֆուտբոլ կմատուցեն մեզ հիմա Սարդարյանն է գնդակով ուղարկեց գնդակը Ստեփանյանի ուղղությամբ այս գրոյից հետո կշարունակեմ Միտքս Մովսիսյան լավ անցում է տեսնենք Կա փոխանցում դեպի Ամբարձումյանը Մարտիրոսյան լավ փոխանցում Ամբարձումյան բայց այստեղ Հակոբ Ամբարձումյանը գերազանց պաշտպանվեց Եթե անցներ Մխիթար Ամբարձումյանի փոխանցումը դեպի Մովսիսյանը հնարավոր է հենց խաղակեսի մեկնարկում Աշվի մեջ հավասարություն տեսնենք Եվ այսպես ծանոթանանք մրցող թիմերի հայտացուցակներից սկսենք Լիվերպուլից դարպասը պաշտպանում է Գրիգոր Արաքելյանը համար 1 Վարդան Գրիգորյանը համար 2 Յուրի Հարությունյան համար 4 Ժոզեֆ Շանելյան համար 5 նա թիմի ավակն է Գոր Մարտիրոսյան համար 6 Մխիթար Ամբարձումյան համար 8 Անդրանիկ Պետրոսյան համար 9 Ազատյանն է այստեղ ստանում գնդակը հարված ու քիչ էր մնում գնդակը երկրորդ անգամ այս խաղում հայտնվել Լիվերպուլի դարպասում բայց Ազատյանի կատարած հարվածը շեղությամբ ընթացավ Անդրանիկ Պետրոսյան համար 9 շարունակեմ ծանոթացնել Լիվերպուլի Կասպեր Ռոմանդավցյան համար 10 Նարեկ Խանդամիրյան համար 14 Ռաֆայել Մովսիսյան համար 17 Աշոտ Հարությունյան համար 18 եւ Անդրանիկ Կարապետյան համար 77 Վիլյարեալ դարպասը պաշտպանում է Հայկ Մկրչյանը համար 13 Պայստանի դարպասապանն է Արա Ջուլակյանը համար 1 Հակոբ Ամբարձումյանը համար 2 Արեֆ Ասադպուր համար 4 Լևոն Ստեփանյան համար 5 նա այս հանդիպան միակ խփած գնդակի հեղինակն է Արմեն Ավակյան համար 6 Ալիկ Հովանեսյան համար 8 թիմի ավակ Գագիկ Սարդարյան համար 10 Արեգ Ազատյան համար 17, Տիգրան Սիմոնյան համար 18, Վլադիմիր Ուլուխանյան համար 20, Հարություն Զատիկյան համար 22, Վիգեն Բեգոյան համար 77 եւ Սարգիս Նասիբյան համար 99 հիմա Սարդարյանը մաքուր անկմամբ խլեց այստեղ գնդակը Ազատյանն է առաջարկում, բայց Խանդամիրյանը այստեղ խախտեց խաղի կանոնները։ Տեսնենք Տուգանային հարվածը ինչպես խաղարկեն Վիլյարեալի ֆուտբոլիստները, հերո է տարածությունը Արմեն Ավակյանն է գնդակի մոտ Կա մրցավարի սուլիչը տեսնենք Արմեն Ավակյան հարված դեպի դարպասը անդրադարձ եղավ այստեղ Գրիգորյանից ու Արաքելյանը վերցնում է գնդակը այն նետում է Մարտիրոսյանի ուղղությամբ Բայց այստեղ սխալվեցին Լիվերպուլի ֆուտբոլիստները պաշտպանությունից դուրս գալուց Ավակյան, կա փոխանցումը դեպի Սարդարյանը, այստեղ խանգարեցին միմյանց Սարդարյանն ու Ուլուխանյանը եւ այդպես էլ արված չտեսանք Մովսիսյան Խլեց այստեղ գնդակը Վիլյարեալը ու անկյունային հարված կիրաստեն հիմա դեղին Սուզանավի ֆուտբոլիստները Այն կիրաստի Ալիկ Հովանեսյանը իսկապես մարզավիճակի է վերադառնում Հովանեսյանը երկարատև դադարից հետո Ավակյան
Հավաքյան Արվացու Արաքելյանը տեղում է, այո, Հովանեսյանի հանդիպումներին բոլորս կարծում եմ քաշ տեղյակ ենք, բայց հիմա վնասվածքից հետո նա մի քանի հանդիպում է վերադարձել է խաղադաշտ եւ առայժմ վատ մարզավիճակում չի գտնվում, այսպես ասենք, ապակինումից հետո դեռ իհարկե կփորձի ավելացնել կանի ամենա հնարավորինս խաղադաշտում, հիմա ինչ է կատարվում խաղադաշտում, եզրային նետում է նշանակում մրցավարը, այն կիրացնեն Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Դավթյան խլեց այստեղ գնդակը Լիվերպուլը, Մարտիրոսյան թողեց գնդակը Համբարձումյանին, վերջինը շարժում է առաջ, լավ անցում տեսանք, բայց փոխանցումը թույլ ստացվեց ու Սարդարյանը հեռացեց գնդակը։ Շանելյան մեկ փոմով թողեց գնդակը Մուխտար Համբարձումյանին, լավ փոխանցում ենք տեսնում դեպի Խանդամիրյանը, նորից Համբարձումյանն է գնդակով ու շատ լավ գրոյ տեղափոխություն է դեպի կենտրոն, Վարդան Գրիգորյան գուցե հերվից արված տեսնենք, կարվածու այստեղ հեռացեց գնդակը Համբարձումյանը, հիմա արդեն կդիտի մրցավարը կրկնապատկերը։ Դիտեց այստեղ մրցավարը կրկնապատկերը ու նշանակում է 11 մեծանոց հարված Վիլյարեալի դարպասին։ Տեղին քարտեր նաև ստանում այստեղ Համբարձումյանը ձեռքով խաղալու համար։ Ու տեսնենք շատ լավ հնարավորություն հիմա ունի Լիվերպուլը հավասարեցնելու հանդիպման հաշիվը։ Խանդամիրյանը կիրասի 11 մետրերոց հարվածը։ Դարպասում էլ Մկրչյանն է տեսնենք, դե Դավթյանն է գնդակի մոտ։ Ոչ, Խանդամիրյանն է իրացնելու հիմա արդեն։ Հստակ է ու տեսնենք ինչպես կիրասի Նարեկ Խանդամիրյանը, կա մրցավարի սունիչը Խանդամիրյան, հարվածու Մկրչյանը ետ է բխում գնդակը ու խախտեց այստեղ նաև խաղի կանոնները Խանդամիրյանը, բայց ինչպիսի սեյվ կատարեց դարպասապա Մկրչյանը այստեղ, բրավո Մկրչյան։ Все, что сегодня делали, все, что Դիտեց մրցավարը կրկնապատկերը ու հեռացնում է Խանդամիրյանին խաղադաշտից բաց ոտքով խաղալու համար դարպասապայի դեմ, այո, հիմա արդեն Լիվերպուլի խնդիրը էլ ավելի է բարդանում, մեկ խաղացող պակաս են մնում խաղադաշտում և իսկապես անհաջողություն հիմա տեղի ունեցավ, նախ չիրացեցին 11 մեծանոց հարվածը, հետո էլ Խանդամիրյանն է հեռացում խաղադաշտից։ Կա մրցավարի սուլիչը ու շարունակվում է հանդիպումը, այո, հանդիպան հաշվում է չկա փոփոխություն, բավական երկար դադար տեղի ունեցավ նախ հասկանալու համար ինչ է պատահել դարպասապա Մկրչյանին, հետո էլ Խանդամիրյանի կարմիր քարտի կրկնապատկերն է դիտում մրցավարը, որտեղ որոշում հստակ կայացեց ու հեռացեց Լիվերպուլի 14 համանի խաղադաշտից, իսկապես Խանդամիրյանի համար այսօրը չստացվեց, նախ չիրացեց 11 մետրանոց հարվածը, հիմա էլ արդեն թիմին մեկ խաղացող պակաս թողեց դաշտում։
Համբարձումյանն է այստեղ փորձում, անցում կատարելու ստացվեց, անցումը կա փոխանցում, բայց շեղությամբ է ստացվում Համբարձումյանի կատարած փոխանցումը, հարված կլինի հիմա Մկրտչյանի դարպասից։ Ստեփանյան ուղարկում է գնդակը Սարդարյանին։ Մնաց գնդակով Սարդարյանը, շատ լավ փոխանցում ենք տեսնում դեպի Արմեն Ավագյանը, վերջինը շարժում է առաջ, Ավագյան հարված ու շեղությամբ է ստացվում Ավագյանի հարվածը։ Գրիգորյան ուղարկեց գնդակը Շանելյանին, այո հիմա արդեն կփորձի իհարկե դեռ մեկ խաղացող պակաս են խաղադաշտում, բայց կփորձեն անել հնարավորինս Լիվերպուլի խաղացողները, իհարկե պետք է գնալ առաջ, պետք է փորձել թեկուզ մեկ խաղացող պակաս լինելով խաղադաշտում հավասարեցնել հանդիպան հաշիվը։ Եվ դա դեռ ամենակիչն է։ Արաքելյան առաջ փոխանցում ենք տեսնում։ Ստեփանյանն է այստեղ հեռացնում գնդակը, Գրիգորյան երկրորդ հարգում լավ գործեց։ Ես իսկ կնետի Լիվերպուլը։ Տեսնենք Պետրոսյանն իրացնելու եզրային նետումը։ Պետրոսյան կա փոխանցում դեպի Շանելյանը, բայց Մկրտչյանը դուրս եկավ հեռացած։ Պետրոսյան կարված Սարդարյանի վրա է ընդունում։ Մխիթարը Համբարձումյան չի ավարտվել Լիվերպուլի գրո։ Հիմա էլ արդեն կարողացան դուր գալ պաշտպանությունից Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Ավագյան շատ լավ էր նկատել Նասիբյանի առաջխաղացումը, բայց Հարությունյանը տեղում է։ Ժոզեֆ Շանելյան սա խաղի կանոնների խախտում է, այո։ Շանելյանն է գնդակի մոտ, փոխանցում դեպի Վարդան Գրիգորյանը, նորից Շանելյան գուցե հեռվից փորձի Շանելյանը, փոխանցում ենք տեսնում դեպի Պետրոսյանը, վտանգավոր է, բայց հարված չկա, Պետրոսյան կարողանում է հիմա Լուլուխանյանը հեռացնել գնդակը, այո Լիվերպուլը էլ ավելի ակտիվացավ խաղադաշտում, չիրացած 11 մետրանոցից հետո ու նաև խաղադաշտում է խաղացող պակաս լինելուց հետո, բայց առայժմ հաշիվը անփոփոխ է, Հարությունյան ուղարկում է գնդակը Վարդան Գրիգորյանի ուղղությամբ, վերջինս հաստրեց այն դեպի կենտրոն, որտեղ Շանելյանն է, ու այդ փոխանցում դարպասապահ Արաքելյանի ուղղությամբ։ Առաջ փոխանցում ենք տեսնում, հասավ այստեղ գնդակը Լիվերպուլի ֆուտբոլիստին Մխիթար Համբարձումյան։ Հիմա էլ Աշոտ Հարությունյանն է գնդակով, Շանելյան գտավ Համբարձումյանին, ուղարկում է Համբարձումյանն էլ գնդակը դեպի Պետրոսյանը ու անկյունային հարված է այստեղ վաստակում Լիվերպուլը։ Պետրոսյան կա փոխանցումը հիմա էլ Լուլուխանյանն է տեղում։ Ես իսկ նետի Լիվերպուլը։ Պետրոսյան եւս մեկ ուժեղ եզրային նետում, Ստեփանյանն է հիմա էլ առաջին արձագանքում իսկապես շատ ամուր են կանգնած Վիլյարեալի պաշտպաններին էստեղում ու հիմա արագ հակակրոպ է Շանելյանը թույլ չի տալիս որպեսզի փոխանցումը անցնի իրենից։ Մխիթար Համբարձումյան, բայց այստեղ Հակոբ Համբարձումյանը լավ գործեց, Ավագյանն է շարժվում առաջ, հասցրեց փոխանցում կատարել ու նորից Շանելյանն է այստեղ առաջին արձագանքում գնդակին, Աշոտ Հարությունյան ուղարկեց գնդակը Անձանիկ Կարապետյանի ուղղությամբ, բայց կորցրեց այստեղ գնդակը Կարապետյանը։ Արմեն Ավագյան նորից Ավագյանն է ստանում գնդակ, ուղարկեց գնդակը Սարդարյանի ուղղությամբ։ Ավագյան անցավ մեկ մրցակցի Ավագյանը, ուղարկում է գնդակը դեպի աջ, որտեղ Ազատյանն է։ Հասցրեց Ազատյանը այստեղ փոխանցում կատարեց Ստեփանյանին։ Խաղարկում են առայժմ գնդակը Վիլյարեալի ֆուտբոլիստները պաշտպանությունում։ Ու եզրից հիմա էլ կնետի Վիլյարեալը։
Ուլուխանյան Սարդարյան չստացվեց այստեղ Սարդարյանի փոխանցումը Բայց հիմա կարողանում է խլել գնդակը Սարդարյանը մրցակցից Ավակյան ու կլինի եզրային ներքում Վիլյարեալի ֆուտբոլիստների կատարմամբ Ավակյան և հիմա էլ նորից գնդակը կլինի Վիլյարեալի ֆուտբոլիստների մոտ Ազատյան բարձր է ստացվում արվածը, բայց այն դիպավ Լիվերպուլի ֆուտբոլիստին ու հերթական անկյունայինը կիրացնի Վիլյարեալը Հիմա Սարդարյանը կիրացնի անկյունայինը, խաղարկում է գնդակը Ազատյանի հետ, Սարդարյան գուցե հարվածի այս տարածությունից ոչ, ուղարկեց գնդակը Ավակյանին, բայց Ավակյանի հարվածը հաջող չստացվեց։ Ու Գրիգորյանն է հիմա էլ հաջող գործում, բայց գնդակը նորից Վիլյարեալի ֆուտբոլիստների մոտ է Ազատյան։ Ուժեղ էր այս փոխանցումը։ Եզից կնետի Շանելյանը ուղարկեց գնդակը դարպասապահ Արաքելյանին, Աշոտ Հարությունյան դեպի Վարդան Գրիգորյանը և ուժեղ փոխանցում առաջ դեպի Մխիթար Համբարձումյանը, բայց կարողացավ այստեղ Հակոբ Համբարձումյանը հեռացնել գնդակը եզրային նետում կիրասի Լիվերպուլը, այո գնալով հանդիպումը մոտենում է ավարտին և պետք է փորձեն անել առաջին հերթին Լիվերպուլի ֆուտբոլիստները անհնարինը, հետո արդեն Վիլյարեալը պետք է մտածի իհարկե իր առավելությունը պահելու մասին, նվազագույն, բայց շատ կարևոր այս րոպեներին թիմի համար, այս իրող մրցաշարային աղյուսակում իսկապես 1-0 հաշիվ այս խաղում շատ որոշիչ կարող է դառնալ Գրիգորյան, ուղարկում է գնդակը Մովսիսյանին Հարությունյանին հասցեագրեց այստեղ գնդակը Մովսիսյանը ու այդ փոխանցում դարպասապահ Արաքելյանի ուղղությամբ Վարդան Գրիգորյան անցավ այստեղ մեկ մրցակցի Գրիգորյանը Այո խաղի կանոնների խախտում է արձանագրել մրցավարը Շանելյանն է գնդակը տեղադրում Շանելյան հաստրեց գնդակը կենտրոն Մովսիսյան հարված վտանգավոր է, բայց շեղ է ստացվում Մովսիսյանի հարվածը Նասիբյանը կասեցեց գնդակը շարժվում է առաջ Ավակյանի տարբերակը, բայց ուժեղ կատարեց այստեղ Նասիբյանը փոխանցումը Այո, շտապում են Լիվերպուլի ֆուտբոլիստները, քանի որ շատ քիչ խաղաժամանակ է մնացել հանդիպան ավարտին Շանելյան Շատ լավ էր նկատել Մարտիրոսյանի Շանելյանը, բայց չանցավ այստեղ փոխանցումը Հիմա էլ Ուլուխանյանն է զարգացնում արագություն ձախ եզրով Ուլուխանյան, բայց Հարությունը այստեղ շատ լավ պաշտպանվեց Դավթյան Հասրեցին ուղարկել գնդակը Մխիթար Համբարձումյանի ուղղությամբ Եզրային նետում կիրասնի Լիվերպուլը Հարությունյան Հաստրեց գնդակը աչեզուն գտնվող Մարտիրոսյանին վերջինս էլ կախեց այն մրցակցի Տուգանային հրապարակ Ուլուխանյանը հեռացեց ոչ այնքան հեռու Մովսիսյանը հիմա դարպասածողն է փրկում Վիլյարեալին Ինչ հարված տեսանք Մովսիսյանի կատարմամբ այո իսկապես կարող է անակնկալի բերել այստեղ Մկրտչյանին Մովսիսյանը բայց
Հարվածը դիպավ դարպասա ձողին օրիզոնական ու դուրս եկավ դաշտի սահմաններից շատ լավ հնարավորություն իսկապես ուներ Լիվերպուլը հիմա հաշիվը հավասարեցնելու, բայց չստացվեց։ Նասիբյանն է գնդակով։ Ուղարկում է գնդակը Ազատյանին։ Վերջից էլ գտավ Ավակյանի վտանգավոր է, բայց այստեղ Ավակյանի փոխանցումը հաստրեց Շանելյանը փակել։ Մովսիսյան հաստրեց գնդակը ուղարկել Դավթյանին։ Աշոտ Հարությունյան ու Սարդանյան այստեղ կարողացավ հեռացնել գնդակը, եզից կնոջի Լիվերպուլը։ Դավթյանը հետ փոխանցում ենք տեսնում դեպի Արաքելյանը։ Մարտիրոսյան, չանցա Մարտիրոսյանի փոխանցումը, բայց Դավթյանը շատ հաջող գործեց այստեղ պայելով գնդակը Լիվերպուլի մոտ։ Հիմա նորից Դավթյանն է գնդակով, ուղարկում է այն Հարությունյանի ուղղությամբ։ Մարտիրոսյան, նորից Դավթյան։ Դեպի առաջ փոխանցում տեսանք, բայց Համբարձումյանը այստեղ հաջող պաշտպանվեց։ Արմեն Ավակյան, այո իսկապես խաղադաշտում երևում է Վիլյարեալի քանակական առավելությունը մեկ ֆուտբոլիստով, բայց դիրքային առումով եմ ասում, իհարկե, բայց խաղով այս պահին Լիվերպուլը չի զիջում մրցակցին, միայն հանդիպման հաշիվը չեն կարողանում առայժմ հավասարեցնել Լիվերի ֆուտբոլիստները։ Հիմա վտանգավոր գրոհի ենք ականատես լինում, Ավակյան, սա հաղթանակ է, սա 3 միավոր է, 2-0 Վիլյարեալը կրկնապատկում է իր առավելությունը։ Երկու-0 Արմեն Ավակյան դարձավ գոլի հեղինակ Ավակյանը այս դրվագում եւ հիմա արդեն Լիվերպուլի խնդիրը շատ ավելի ու ավելի բարդացավ։ Դավթյան ուղարկում է գնդակը Համբարձումյանին։ Պետրոսյանը հետ փոխանցում տեսանք դեպի Յուրի Հարությունյանը։ Գրոհի տեղափոխություն Մովսիսյանի ուղղությամբ, բայց Մովսիսյանի փոխանցումը այստեղ ուժեղ ստացվեց։ Ուլուխանյան շատ լավ ազատվեց գնդակից, Ուլուխանյան ուղարկելով այն Ստեփանյանի ուղղությամբ։ Ազատյան մեկ հպումով դեպի Նասիբյանն է ուղարկում գնդակը, Սարդարյան վտանգավոր է, Սարդարյան 3-0։ Այո, իսկապես քանակական առավելությունը զգացնել է տալիս Վիլյարեալի գործողություններում, հատկապես հարձակման գծում, քանի որ Լիվերպուլը արդեն անկախ նրանից կպարտվի 1-2 թե 3-0 հաշվով, թե ավելի խոշոր իհարկե գնացել են առաջ, փորձեցին ետ բերել կորցրածը, բայց պաշտպանությունում առաջացած բացերի շնորհիվ իհարկե հանդիպան հաշիվը դարձավ 3-0։ Ուլուխանյան շատ հաջող այստեղ պաշտպանվեց Ուլուխանյանը։ Բեգոյան ուղարկում է գնդակը Ազատյանին։ Ազատյան ինչ է այստեղ խաղի կանոնների խախտում, այո։ Համբարձումյանն է գնդակի մոտ, տեսնենք ինչպես կստացվի Համբարձումյանի հարվածը, բավական մոտ է տարածությունը, կա մրցավարի Սունիչը, Համբարձումյան բարձր է ստացվում Համբարձումյանի կատարած հարվածը։ Հիմա Նասիբյանը կարողացավ պրեսինգի շնորհիվ խլել գնդակը, բայց այն դուրս եկավ դաշտի սահմաններից ու
կլինի հարված Լիվերպուլի դարպասից։ Ռոման Դավթյան։ Մովսիսյանի հետ հաջող պատկաղարկում տեսանք, Պետրոսյան։ Ուարկում է գնդակը Հարությունյանին։ Վերջինս էլ դեպի առաջ, բայց Զատիկյան այստեղ կարողացավ հեռացնել գնդակը ու կտեսնենք Եզրային նետում։ Ռոման Դավթյան, այո, այն 11 մեծայից իսկապես շիրացեց Լիվերպուլի եւ դրանից հետո ամեն ինչ զախողվեց թիմի համար։ Ստեփանյանն է այստեղ հաջող խլում կատարում, շարժվում է առաջ, ուղարկում է գնդակը Ազատյանին։ Ազատյան փորձեց կախել գնդակը Արաքելյանի վրայով, բայց չստացվեց։ Հիմա Ուլուխանյանն է առաջինը արձագանքում գնդակին, շարժվում է առաջ Ուլուխանյանը։ Ուլուխանյան հարված ու դարպասաձողն է հիմա էլ փրկում Լիվերպուլին։ Ազատյան Աղում է Բեգոյանի հետ։ Ուլուխանյան լավ փոխանցում տեսանք դեպի ձախ։ Ու Նասիբյանն էլ հասցրեց այստեղ գնդակը հետ ուղարկել։ Իգեն Բեգոյան։ Ստացվեց անցումը Բեգոյանի կա փոխանցումը, բայց Արաքելյանը տեղում էր։ Շարժում է առաջ Լիվերպուլը, տեսնենք Զատիկյանը այստեղ հաջող պաշտպանվեց, իսկապես եթե Աստղեր Կարապետյանի փոխանցումը դեպի Համբարձումյանը միայնակ կմնար դարպասապայի դիմացնա, բայց Զատիկյանի իհարկե փայլուն խաղի մասին պետք էր խոսել։ Ռոման Դավթյան Համբարձումյան հիմա կփորձի ազատվել երկու մրցակցի վերահսկողությունից, այո ու կար խաղի կանոնների խախտում այստեղ Ուլուխանյանի կողմից, արագ խաղարկեց Լիվերպուլը գնդակը, բայց պետք է ճիշտ տեղից խաղարկել, դրա համար սուլեց մրցավարը։ Դավթյանն է գնդակի մոտ։ Հարված ու Զատիկյանը նորից կարողացավ հեռացնել գնդակը անկյունային կիրացնի Լիվերպուլը։ Հարությունյանն է գնդակի մոտ։ Ուղարկեց գնդակը Պետրոսյանի ուղղությամբ։ Հաջող անցում կատարեց այս դրվագում Պետրոսյանը, տեսնենք այս գրոհը ինչի կվերացի Լիվերպուլը, բայց Ուլուխանյանը նորից կանգնում է գնդակի ճանապարհին հեռացնելով այն անկյունայինի։ Դավթյան, Ավակյանն է պայքարում նրա դեմ, հասցրեց ազատվել գնդակից Դավթյանը, բայց այստեղ էլ չի ստացվում Հարությունյանի կատարած հարվածը ու վերջը հանդիպումն ավարտված է 3-0 կարողացավ Վիլյարեալը առավելության հասնել հիմնական մրցակիցներից մեկի նկատմամբ ու մրցաշարային աղյուսակում ամրապնդեց իր տեղը առաջին հորիզոնականում, իսկ խաղային այս հանդիպումը այսքանով ավարտում ենք, բայց խաղային օրը դեռ մեզ մոտ շարունակվում է, կարճ դադար, որից հետո կշարունակենք։